credit score-ս բարձրանում է, իջնում է, չգիտեմ ինչն է պատճառը։ Միգուցե շատ account-ներ ունեմ, միգուցե ժամանակին payment-ները չեմ վճարում, կամ միգուցե իմ լիմիտները անցնում եմ։ Այսօրվա թեման լինելու է ինչպես ունենալ բարձր FICO score, եւ դա նշանակում է 720 եւ ավելին։ Այնպես որ նայեք այս վիդեոն եւ փորձեք այս ինֆորմացիան օգտագործել ձեր կրեդիտի վրա, որ տեսնեք դրական արդյունքներ։ Ողջույն սիրելի ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօրվա վիդեոն կարծում եմ շատերին կհետաքրքրի, մանավանդ նրանց, ովքեր բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Credit score։ Շատերս ենք լսել այս մասին, մանավանդ Ամերիկայում դա շատ կարևոր ֆակտ է ունենալ հզոր ֆինանսներ։ Եվ երբ որ ունես ուժեղ credit score, դու ունես նաև ուժ, power անգլերեն ասում են, որի դեպքում կարող ես գնել քո ուզած միգուցե բնակարանը, ավտոմեքենան կամ դիմել շատ լավ լոների, որոնք շատ անգամ լավ կրեդիտի դեպքում տալիս են բավականին ցածր interest rate եւ շատ դեպքերում միգուցե 12 կամ 24 ամիս 0 interest rate, այնպես որ Ամերիկայում բնակվելով պետք է ունենաս լավ credit score։ Եվ հարց է առաջանում, ինչպես ունենամ այդ։ Կարևոր ֆակտեր կա, որ կուզենամ յուրաքանչյուրիդ հետ կիսվել եւ փորձիր վերանայես քո անձնական credit score-ը եւ տեսնես այս ֆակտերից որոնցին ես հետևում եւ որոնցին չես հետևում եւ միգուցե դու արդեն անում ես այն, ինչի մասին պետք է կիսվեմ քեզ հետ, բայց միգուցե որևէ ինֆորմացիա չունես կամ սխալ ուղղություն ես վերցրել եւ դրա համար միշտ անում ես քո FICO score-ը 700-ից ներքև է, շատ դեպքերում 650 եւ ավելի ներքև։ Այսօր դրա մասին ենք խոսալու։ Նրանք, ովքեր ինձ առաջի անգամ են միանում, կխնդրեմ անպայման հետևեք իմ YouTube-յան page-ը @myismycaribbean։ Մի քանի pointer տամ, ինչպես ունենալ բարձր FICO score։ Այստեղ նոթեր եմ գրել եւ կուզեմ ձեզ հետ կիսվել։ Առաջինը շատ կարեւոր է, վճարեք ձեր բիլերը ժամանակին։ Այստեղ նրբություն կա։ Երբ որ բիլը վճարում ես, այնտեղ կա due date։ Եթե due date-ը անցնում է, շատ անգամ credit company-ները ձեզ ավելի late fee են charge անում, բայց երբ որ 60 օր հիմնականում այդ due date-ից անցնում ես, նրանք իրավունք ունեն այդ քո payment-ը, որ արդեն late է համարվում, ուշացել է, report անեն քո credit card-ին։ Այնպես որ երբ որ late ես credit card-ի statement-ի վրա, դա դեռ չի նշանակում, որ նրանք report են անելու։ Դա լինելու է, երբ որ արդեն 60 օրը անցել ես, նոր այդ ժամանակ իրանք իրավունք ունեն late report անեն։ Շատ կարևոր է, որ մենք մեր բիլերը ժամանակին վճարենք։ Շատ անգամ մարդիկ մոռանում են եւ ես քաջալերում եմ բոլորին, որ ունենան system, թե կլինի իրենց կալենդարների մեջ դնեն նոթը, որ credit card-ը, որ օրն է due date-ը, եւ նաեւ խորհուրդ եմ տալի, որ յուրաքանչյուր credit card-ի account-ում մտնեք իրենց online account-ը կամ հեռախոսով արդեն այս դեպքում app-ով download անեք եւ բոլոր notification-ները միացնեք, որ ձեզ reminder-ներ գա, թե email-ով, թե text-ով, որպեսզի չուշացնեք ձեր բիլերը։ Երկրորդը շատ կարեւոր է հասկանալ, որ ձեր FICO score-ը բարձր պահելու համար 720-ից ավել պետք է որ ձեր credit score-ի լիմիտի 30%-ը չանցնեք։ Օրինակը վերցնենք $10,000 credit card-ի վրա։ Եթե ունեք $10,000 credit card, փորձեք ձեր բալանսը 3000-ից չանցնի, այսինքն մինչև 3000-ի օգտագործելու դեպքում դուք այդ credit card-ից կստանաք դրական positive pointer ձեր score-ի համար։ Եթե բալանսը գնում է 30-ից 50%-ի շուրջը, այդտեն ինքը neutral վիճակ է ունենում, այսինքն ոչ positive point է տալի, ոչ էլ negative։ Երբ որ 50%-ից արդեն բարձրանում ես, արդեն դա negative pointer է բերում ձեր FICO-ի վրա։ Երրորդ կարևոր բանը
շատ կարևոր է հասկանալ, որ old account-ները, հին account-ները, մանավանդ 5, 6, 7, 8 տարվա credit card-երը, որոնք history ունեն ձեր credit-ի վրա, մի փակեք դա, երբ որ փակում եք միանգամից դա իջեցնում է ձեր FICO score-ը։ Շատ կարևոր է դա նաև հասկանալ։ Մյուս կարևոր ֆակտը մարդիկ ունենում են ցածր սկոր, որովհետև ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում կամ 3 ամսվա կտրվածքով դիմում են 3, 4, 5, 6 տարբեր credit card-երի եւ ինքուրիններ է առաջանում եւ ամեն անգամ դա ցածրացնում է ձեր FICO score-ը։ Հետո պետք է հասկանանք, որ ունեն credit card-երի տարբեր տեսակներ, mix account-ներ, այսինքն կա general credit, որը Visa-ն է, Mastercard-ը, օրինակ, որ գալիս է օրինակի համար Capital One-ի հետ, ձեր բանկի հետ, եւ նաեւ կան store credit score-ներ, ինչպես օրինակի համար Target-ն է կամ ասենք թե Best Buy-ն է, դրանք տարբեր էֆեկտներ ունեն։ So քաջալերում եմ բոլորին, որ ունենաք տարբեր department-ների score-եր, այդպիսով ձեր portfolio-ն, եթե օրինակի համար 10 հատ credit card ունեք, տարբեր section-ներից կազմվի այդ ամբողջ report-ը։ Ումից շատ կարևոր է հասկանալ, որ ձեր credit score-ը անպայման չեք արեք։ Ես խորհուրդ եմ տալի այնպիսի app-երից օգտվեք, որը վստահելի է, որոնցից են Credit Karma-ն կամ Experian-ը, եւ եթե Credit Karma-ն ունեք, երկու բյուրոները ծրի է, երրորդն է, եթե միացնես, արդեն պետք է ամսական վճարել տաս, դրա համար շատ անգամ մարդկանց ասում եմ Credit Karma-ով երկու credit բյուրոներից օգտվի եւ Experian app-ը մենակ իր Experian side-ը նորից անվճար է, այս դեպքում 3-ը կունենաս անվճար։ Եթե հարցեր ունեք, ինձ direct message գրեք եւ ես ձեզ ավելի մանրամասը կբացատրեմ։ Մի ուրիշ բան, եթե դուք նոր եք եւ ձեր FICO score-ը նոր եք ուզում բարձրացնել, եթե ունեք վստահելի անձ, ով որ արդեն ունի բարձր score, կարող եք իրան խնդրեք, որ ձեզի ավելացնի որպես authorized user ժամանակավոր ընթացքում 3-ից 6 ամսվա կտրվածքով եւ դա boost կանի ձեր FICO score-ը։ Late payment-ները արդեն մի քիչ նշեցի, late փորձեք չունենք, որտեղ մի հատ late-ը 30, 50 եւ ավելին point կարող է իջեցնել ձեր FICO score-ը։ Այս մի քանի կետերը, որ ուզում եմ անպայման նշեմ եւ երբ որ ես հանդիպում եմ հաճախորդների, քանի որ իմ մասնագիտությունը ֆինանսների մեջ է, insurance եւ real estate, շատ անգամներ այս թեմաներից զրուցում ենք եւ ցավոք սրտի տեսնում եմ շատ մարդիկ չգիտեն այս basic ինֆորմացիան եւ իրենց FICO score-ը շատ սխալ են օգտագործում, մանավանդ max out են անում իրենց լիմիտները credit card-երի կամ ունեն եթե 5 հատ credit card, բոլոր credit card-երի բալանսները transfer են անում մեկի վրա, որ նրանցից ազատվեն, բայց այս մեկը max out են անում իրենց լիմիտը, դա եւս սխալ strategy է։ Պետք է այնպես անես, որ քո ամբողջ credit card-երի լիմիտները գոյն է միջինը 30%-ը չանցնի, որ դրական pointer տա ձեր score-ը։ Հուսամ սրանք օգտակար կլինեն բոլոր նրանց, ովքեր ուզում են ունենան լավ FICO score։ Ավելի մանրամասը դիթեյլների համար դուք կարող եք ինձ հետևել բացի YouTube-ից, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում, Twitter-ում եւ LinkedIn-ում @myismycaribbean եւ գրեք ինձի եւ ես շատ ակտիվ եմ մանավանդ Instagram եւ Facebook-ում եւ ես ձեզ կպատասխանեմ եւ կփորձեմ օգտակար լինել։ Շնորհակալություն, որ նայեցիք այսօրվա վիդեոն եւ նրանք, ովքեր դեռ չեն կարդացել իմ գիրքը, որը կոչվում է The Secret of Living, կարող եք Amazon-ից օրդեր անել եւ կարդալ, եթե ուզում եք ավելի մեծ հաջողությունների հասնել ձեր կյանքերում այս 4 կետերի մեջ՝ հավատք, ընտանիք, ֆինանսներ եւ առողջություն։ Faith, family, fitness, finances. My Caribbean կհանդիպենք մյուս անգամ։ Stay tuned.